Ժողովուրդ օրաթերթը գրում է. Միեդում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատման 5-րդ դիմումը Նիկոլ Փաշինյանն ի վերջո նախօրեին ստորագրել է։ Կիրակոսյանը վրդովված ու նեղացած է այն բանից, որ Փաշինյանն իրեն խոստացել էր նշանակել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում ու հանկարծակի ՔՊ վարչության նիստում մտափոխվել ու նախարար է նշանակել Սրփուհի Գալյանին։ Երևանում մարտի 1-ին եւ 2-ին Շարլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ Երևանը կարդում է գրական երաժշտական միջոցառումը, որը Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանի եւ Հպարտ հարկատու քաղաքացու համար արժեցավ 54 միլիոն 991 հազար դրամ, որը համարժեք է $140,000։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյի որդու քրեական գործը քննող քննիչը տեղյակ է պահել գործով մեղադրյալների կողմերին, որ առաջիկայում կանչելու է կոմիտե ու որոշման մասին հայտնի, իսկ թե ինչ որոշման մասին է խոսքը նա չի մանրամասնել։ Հրապարակ օրաթերթը գրում է. Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 3 կոնգրես հյուրանոցում հյուրընկալել է Հայաստան Դաշինքի խմբակցության կին պատգամավորներին, խմբակցության փորձագետ կանանց եւ պատգամավորների կինօգնականներին, շնորհավորելու նրանց մարտի 8-ը։ Հավաքին մասնակցել են նաեւ խմբակցության տղամարդ պատգամավորներից մի քանիսը։ Նախագահը քաղաքական ուղերձներ չի արել։ Կարճ հավաք է տեղի ունեցել, ծաղիկներ է նվիրել կանանց, շնորհավորել, բարեմաղթանքներ հղել, տողատակերով էլ հասկացրել, որ առաջիկայում մեծ անելիքներ ունեն։ Arthur Brothers եղբայրներից մեկը կուսակցություն է ստեղծում, գրում է Հրապարակ օրաթերթը։ Հրապարակի տեղեկություններով նախօրեին ձերբակալել են Ալավերդու լեռնահարստացուցիչ կոմբինատի մի շարք աշխատակիցների, որոնց թվում ղեկավար կազմի ներկայացուցիչներ։